Դու քո փողով, քո թիմով, քո ռեսուրսներով կարայիր անեիր այս պրոյեկտը, GG Energy-ն օրինակ, հա, ինչի՞ է քեզ պետք ներդրում, եւ ինչի ենք մենք հիմա աշխատում ներդրողների հետ, եւ առհասարակ ինչի դու չես անում այդ պրոյեկտը քո փողով։ Լավ հարց է, դա ճիշտ է դասական հարց է, այսինքն որ դրա մասին անգլերեն բովանդակություն շատ կա, բայց այսպես է այդ հարցի պատասխանը։ Իհարկե, սեփական գումարով անելը որոշակի հանգստություն, հարմարություն է առաջացնում ու ոնց որ չես ընկնում մի քանի տիպի process-ների մեջ, չէ՞, որ product-ը պետք է սարքել, product-ը պետք է վաճառել, մի հատ է product-ը սարքելու համար գումար հայթայթել, դա արդեն երրորդ գործն է ստացվում։ Դրա հակառակ բանը կա, որ երբ որ դու կարողանում ես ներդրում ներգրավել, նշանակում է, որ քո product-ին արդեն հավատացողներ կան, դեռ ինքը չի հաղթել շուկան, բայց արդեն հավատացողներ կան, որը ապացուցում է այն, որ դուք ճիշտ գործ եք սկսել։ Սա մի բան է։ Հետո նույն այդ հավատացողները ձեր նաև հաճախորդներն են։ Առաջին հաճախորդները, որոնց որ պետք է սկզբնական բանակ, հա, դա կոչվում է անգլերեն բառ օգտագործենք early adopter, այսինքն առաջնային օգտագործողներ։ Ու երբ որ կարողանում ես ներդրումային կապիտալ ներգրավել, դա թույլ է տալիս process-ները արագացնել։ Ինչի՞, որովհետև ներդրումային կապիտալը ինքը թանկ գումար է։ Էժան գումարը օրինակ ո՞րն է։ Էժան սեփական գումարը քո վրա պարտք չի, այսինքն դու եթե սեփական գումարն ես ներդնում, դու ամբողջ գումարը ներդրած, հետո մեծանում է քոնն է լինում։ Վարկային կապիտալը ավելի էժան փող է։ Ներդրումային կապիտալը շատ թանկ փող է։ Օրինակ դնում է ներդրողը 1 դրամ, ինքը ակնկալում է ստանալ, չգիտեմ, 5 տարուց, 10 տարուց 10 դրամ։ Ստացվում է, որ ձեր վրա դա նստեց 10 անգամ ավելի շատ։ Եթե վարկ եք վերցնում, ամենավատ վարկը տարեկան 20%-ից շատ լինի, չի լինելու։